Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է «Արհեստներ և մասնագիտություններ» հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում եւ պատմենք ձեզ տարեկանի հացի, Ռժանոյ հացի պատրաստման մասին։ Տարեկանի հացը դա խմորի թթվեցումից ստացված մթերք է, պատրաստված տարեկանի ալյուրից, ջրից եւ աղից։ Տարեկանի հացը սովորական մթերք է համարվում ողջ հյուսիսային Եվրոպայի համար, իսկ Ռուսաստանի որոշ ժողովուրդների համար այն համարվում է պատմականորեն կարևոր մթերքներից մեկը, ինչպես բրինձը հարավ-արևելյան Ասիայի ժողովուրդների համար։ Հացը Հայաստանում ամենալայն սպառումն ունեցող սննդամթերքն է։ Տարեկանի հացը խորհուրդ է տրվում ուտել հատկապես մի շարք հիվանդությունների դեպքում։ Թեև կալորիականության առումով տարեկանի եւ ցորենի հացերի միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ, սակայն տարեկանի հացի գլիկեմիկ ինդեքսը ցածր է, ինչի շնորհիվ այն արյան մեջ դանդաղ է ներծծվում եւ գլյուկոզան միանգամից չի բարձրանում։ Այս առումով տարեկանի հացը խորհուրդ է տրվում ուտել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։ Տարեկանի հացի բիոլոգիկ լիարժեքությունը վիտամինների եւ ամինաթթուների կազմով ավելի բարձր է։ Մյուս կողմից տարեկանի հացի թթվայնությունն ավելի բարձր է եւ խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի բարձր թթվայնությամբ պայմանավորված հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ խոցային հիվանդության դեպքում։ Ցորենի հացը ի տարբերություն տարեկանի հացի աղիներում ավելացնում է խմորման պրոցեսներ։ Հետևաբար այն անձանց, ովքեր ունեն աղիների հիվանդություն, խորհուրդ չի տրվում սպիտակ հաց օգտագործել։ Առողջական տեսակետից ամենաբարենպաստը համարվում է տարեկանի հացը խոշոր աղացած ալյուրից կամ թեփի ավելացմամբ։ Այն պարունակում է ավելի շատ B խմբի վիտամին, սննդաթելեր, որոնք խոչընդոտում են խոլեստերինի ներծծմանը, նպաստում աղիների ճիշտ աշխատանքին եւ կարգավորում այն։ Բարև ձեզ։ Պատմեք, որտեղ գտնվենք մենք։ Մենք գտնվենք Գյումրիում, իսկ ավելի շատ հայտնի է որպես գերեզմանատուն, առաջի թե երկրորդ գերեզմանատուն տունն է, դրա դիմաց ուստեղ կաճեցվին տարբեր օրինակ ցորեն, աշորա, կարտոֆիլ, ինչպես տեսնում եք։ Բայց այսօր ավելի շատ աշորայի մասին խոսանք, որովհետև մեր այսօրվա նպատակը աշորան է ներկայացնել ցորենի տեսակ, հա ինքը։ Դե տպավորությունը ընդհանրապես այդ է, որ ինքը ցորենի մեջ աճող ինչ որ ավելորդ բույս է, միշտ շատ գյուղատեսներ կամ ավելի շատ գյուղացիներ, որոնք պրոստը ցորեն կցանեն ու կտեսնին իրանց ցորենի մեջ ավելի բարձր մի հատ ցորենի նման բան կա, ավելի շատ կմտածեն, որ դա ինչ որ ցորենի որակը գծող ինչ որ բան է, բայց այս աշորան ինքը մաքուր աշորա է, կտարբերվի այդ ցորենի մեջ դուսեգող այդ հադիգներից ինչով որ տեսեք ստեղ ինքը 1, 2, 3, 4 ինչպես ինչ ցորենը, բայց այդ ցորենի մեջ դուսեգողը ընդամենը 2 ճյուղ ունի ու ինքը չեմ կարող ասեմ ինչ ցորենի մաքրության վրա օգուտ կուտա թե վնաս, բայց այս հենց այդ սև ցորենի Ռժանոյ ցորեն ռուսերեն ասած, հայերեն տարեկան այդ հացի ցորենն է։ Դեռ հասած չէ։ Նախ բարձրության տարբերությունն է, աշորան ավելի բարձր է, բերկատվությունը ավելի բարձր է, քանի որ իր հայերեն չգիտեմ ինչ ասեմ, քիստը ավելի երկար է, քան ցորենինը։ Ու համ բերկատվությունն է բարձր, համ ինքը ավելի ապահով է, քան ցորենը, որովհետև թռչունները փոքր է, ցորենի վրա կարող կայնեն ցորենին ուտեն կամ վնասեն, բայց սրա վրա չեն կարող կայնեն, հենց կանգնեն ինքը միանգամից գնի ցած։ Ինքը այս պայմաններում ավելի հարմար է, քան ցորենը ասեմ։ Ու իր աջից հետո դուք մենակ կաճեցնեք, թե ինչ որ ընթացքում ունի։
Այս ամեն ինչ որ դուք կտեսնիք, սիկ առաջացել է ընդամենը 5 կիլոգրամ սերմից, որը իմ հորս ընկերը Շվեդիա էր ապրում, ունդեղից բերե նվեր կոպիցը, չգիտեմ, բերե տվել էր, ու իմ բաբաս աճեցրել է, սարքել է հեկտարներով այդ ցորենը։ Այս ինչ որ կտեսնիք հիմի, որը ստեղծվել է ընդամենը 5 կիլոգրամից ու այդ ժամանակ ճիշտ ասած մենք որ շատ ունենք արդեն մի քանի հեկտար բան, վաճառքը մեր համար խնդրեմ էր։ Թե զավոդները, որպես իրանք շատ մարդիկ չէին պատկերացնում, ծորից ինչ կարան ստանալ, որովհետև հրժանոյ հաց, պես Հայաստանում այդ կուլտուրան չկար, կամ բդի գարեջուր, օղի կամ նմանատիպ բաների համար կօգտագործեն։ Այդ դրա համար էլ ցորենը փորձած միջոց էր, ու շատ ժամանակ այս ամեն ինչը մեր համար ոնց որ ավելի շատ խնդրեմ էր, հա։ Բայց իմ բաբաս միշտ ցել որ չէ, այս կուլտուրան բդի Հայաստան եղնի, շարունակվի բան, ու պես մնացել է։ Թեկուզ մեր տարի մի քիչ շատ, մի քիչ ցանել ենք, բայց հիմի աղբորս ջանկերի շնորհիվ ինքը որոշել էր մի օրը դեպի այս կարճ ժամանակահատվածում է հրժանոյի հացի արտադրամաս տնել։ Ու փառք Աստծո, մի երկու ամիս է արդեն աշխատում է այս կուլտուրան մաքուր հրժանոյի հաց, որը հենց դիաբետ շաքարախտ է ունեցող մարդկանց համար շատ օգտակար է, որ նոր հենց իրանք կարող են հենց այդ հացը գնել խանութներից ու հաստատ համոզված լինել առանց որևիցե մի հատ ավելնորդ բաների է։ Այս ցորենից ալրաղացից մինչև ֆուր արտադրամաս ունդեղից արդեն պատրաստի հաց փոքրիկ ընտանեկան բիզնես։ Դուք աշխատիք մենակ Շիրակի մարզի դեռ մենակ Գյումրիում ու շատ փոքր քանակությամբ խանութներ են, քանի որ մեսելիքս են ճիշտ է կան մի դերմնիկ խանութներ կտեսնենք սև հաց տարբեր ձևի բան, բայց կոնկրետ ըստ ինձի մաքուր սև հրժանոյի հաց ես կմտածեմ որ եթե կա ունենք շատ քիչ կա, որովհետև դիք ես չեմ կնասեմ մարդիկ չեն թխեն, չի չեն թխի, կարող է գինը իր բարձր է կամ վաճառքը քիչ է, կուլտուրան էլ ինձ թվա Հայաստանում այդ աշճան չէ դրած։ Լայնար ծաղվել որ այդ հացից օգտին նաև Հայաստան տարբեր քաղաքներում նպատակներ կան։ Իհարկե կան, այդ արդեն կախված է էլիքսում վաճառքից, հիմի մեր վաճառքը հələ ասես կարող ասեմ քիչ է, փոքր է, ավելի շատ փորձնական, տեսնենք ինչ ձևի կսկսվի այդ գործը, կաշխատի, բայց իմ արդեն մեր տեսնելով կաշխատի գործը, որովհետև մարդիկ խանութները կսպառվի, ճիշտ է քիչ քանակությամբ, բայց կսպառվի։ Ու հույս ունենք որ ժամանակի ընթացքում ավելի շատ կավելացնենք։ Իսկ Հայաստանի մասշտաբով էլ տեսնենք, Աստված հաջողություն տա, ֆուրը ավելի մեծացնենք, բայց այդ պահանջարկից կախված բան է։ Պահանջարկից կախված է, եթե մի պահանջարկը մեծանա, անպայման արտադրությունն է կմեծանա, փառք Աստծո, կան հնարավորություններ։ Իշտանք արտադրամաս։ Գնացինք։ Աշորան կամ տարեկանը միամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է 5 Հայաստանի Հանրապետությունում 4 տեսակ՝ Վավիլովի, Լեռնային դարալագյազի և մշակովի կամ հատիկային։ Մշակովի աշորան պարենային և կերային բույս է։ Ծղոտն օգտագործվում է թղթի, լիգնինի, ծղոտե գորգերի արտադրության մեջ։ Աշորայի բոլոր տեսակները և ներտեսակային տիպերն ունեն փնջաձև արմատային համակարգ։ Ցողունը սնամեջ ծղոտ է, բարձրությունը 20-ից 200 սանտիմետր։ Տերևը կազմված է տերևապատյանից և տերևաթիթեղից։ Տերևները գծանշտարաձև են, արմատները թափանցում են մինչև 20-ից 25 սանտիմետր խորությունը։ Ծաղկաբույլը հասկ է։
Ծաղկում է մայիս-օգոստոսին, սեպտեմբերին, պտուղը հատիկ է։ Աշորայի վայրի տեսակներն օգտագործվում են ստեղծվող մշակաբույսերի ընտրասերման աշխատանքներում։ Օգտագործվում է և որպես պարեն, և որպես կեր։ Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է, հողի նկատմամբ չի ցուցաբերում պահանջկոտություն։ Հայաստանում տարածված բոլոր տեսակները բնորոշվում են ներտեսակային բազմազանությամբ։ Հայտնաբերվել են 70-ից ավելի տարատեսակներ։ Հասանք Արտադրամաս, ինչը խսել է, մտնինք նես։ Ես եմ էր փոքր, բայց սիրուն Արտադրամասը, խնդրեմ համեցեք, ինչպես տեսնում եք, արդեն գործը սկսվել է, բավականին ծեր է հացի սաղ պրոցեսը, ինչպես տեսնում եք, արդեն խմորը պատրաստ է, պրոցեսի մեջ է, խմորը, ինքը նախ խմորը պատրաստված է մենակ բնական թթխմորից։ 20 տարի մենք շարժվել ենք այս հացը ստեղծելու համար, շատ կան հացեր, բայց հուսով ենք, որ մեր հացը կտարբերվի սաղից, որովհետև ինքը հենց 100% բնական Աշորայի հաց է, առանց հավելումների։ Մեր հացը ընդհանրապես եթե գնայինք փոքր է ինքը տեսքով։ Մի վերջնական տեսքը կիրանի կտեսնիք, բայց ինչի հաշվին է փոքր, իր մակրության հաշվին, եթե մենք ավելացնենք հավելումներ, ինքը կենի ավելի մեծ։ Ուրեմն, ինչը կտեսնիք գնդերը հացի սովորական, մեզի կհիշեցնի սովորական հացի ֆրի սովորական գնդեր։ Բայց ինքը տես, չեմ կարող ասեմ, մեն ասած սպիրակ հացերը ինչ քաշի են, ինչ բան են, բայց մեր կունդը կերանի ինչը կտեսնիք 310 գրամ դերանի։ Բայց հացը վերջնական, պեշկիս կելնիկ կշել ենք 270 գրամ կրոնի։ Չենք որոշել ինձ այդ չապը, որովհետև ընդհանրապես Ռժանոյ հացը ինքը ծախսատար բան է, ինքը ավելի թանկ է, քան մնացած հացերը, ինքնարժեքով։ Դրա համար որոշել ենք մի չափ, որը հարմար է մեկ անգամյա սնունդ օգտագործելու համար ցանկացած մարդու, ինքը պրակտիկ չափ է, երևա փոքր, բայց ինքը կան է փոքր չի։ Փոքրությունը ինքը ընդհանուր հագեցնող հաց է։ Ի տարբերություն սպիրակ հաց ինքը հագեցնող է, չես կարող շահել։ Մենակ դիետիկ չէ, մենակ դիաբետ շաքարախտ ունեցող մարդկանց համար չէ, առողջ ծնունդ կհամարվի հացերի մեջ ինքը։ Դրա համար որոշել ենք հենց այս չափը, բայց ընթացքում մենք սրանով չենք ուզես համանափակվի, մենք շատ պլաններ ունենք հացի հետ կապված, տարբեր տեսակի հացեր, որը վստահ եմ Եվրոպայում եղել եք տեսել եք ինչ ձևի սև հացեր կա, տարբեր ոչ թե հավելում, այլ հենց հացի մեջ կտեսնես այդ տարբեր պրոստը անները չսեմ, ընթացքում մեր հաճախորդները կտեսնին, այսօր փառք մենք ունենք շատ կարճ ժամանակահատված, բայց քաղաքում արդեն ունի բավականին, այսինքն այս հացը իր էտիկետկով հետը խանութ կմնի արդեն իրանք կճանչեն։ Չեմ ասում, որ լրիվ։ Սնդրված այդ չափսը համ կշտացնե իր չափով։ Հա։ Թանկ չանի։ Համել, որովհետև ինքը եթե ավելի քաշով անի, ինքը պետք է գինը ավելի բարձր անի, բայց այս ամենին կսպասվի մեծ փոփոխություններ, դրական ու հա տեսականին ավելի մեծ։ Հացի որ անվանատեսակն է ինքը, ինչ անունի գտնի հաց վրա։ Իրա վրա մեր էտիկետքեն, մեր դեպքը նկարենք, ցույց կտանք, ինքը իրա վրա գրած է Աշորայի հաց, 100%-անոց։ Ու տալը ռուսերեն խլեբ Ռժանոյը։ Խոսենք մենք էլ Խնդրեմ, իհարկե։ Արդեն կշռած ազրավին է։ Որցենք սարկենք այսպես, իրա։ Դեղին չտերիքն է, չիսպես կարելի է։
Ուղղակի ես հարթ ուղիղ մասը պետք է հենց վրան եղնի, որ խմորի հացի հարթ մասը պետք է վրան կա, էլի, ուղիղ մասը։ Իր ամեն մեծ շարժումը պետք է ճիշտ լինի։ Այս հացը սովորական հացերից կտարբերվի նորը, որ ինքը շատ պրինցիպիալնի է։ Իր ամեն մի մանրուքը կարևոր է։ Եթե իր մի բանը սխալ եղավ, ուրեմն ինքը կարող է վերջնական տեսքը չհամապատասխանել մեր ցանկությանը, այսինքն ուրիշ ուրիշ ստացվի, որը չենք ուզել։ Ինքը մի պրոցես է, որը պետք է անպայման հերթականությունը պահպանվի։ Հուսանք, վերջում կարող ենք վեր նշենք։ Այս է եվրոպական ստանդարտներով էսի վերջի պեշկեն է, որ նոր հնարավորություն կուտա ամեն ինչ վերահսկողության տակ պահի հացը, որովհետև էլիքսն, այս հացը ինքը պետք է շատ ամեն ինչ 100% որսը մեկ չեմ տպավորություն չունի, բայց իրոք ամեն ինչ պետք է 100% եղնի, որ ինքը վերջնական տեսքը ունենա, այն ինչ որ մենք կուզենք։ Սա մեր սկզբնակ ֆուրն է, մեկ չեմ փոքր իր չափերով, բայց հույս ունենք որ էլի կմեծանա։ Չենք կրնած այնպես ենք, որ մենակ Հայաստանով մենք ունենանք այս ռեցեպտը, էլի, այս ռեցեպտում կա նաև եվրոպական արմաններ, որը մեզի հաջողվել է բերել ու կարող եմ ասեմ, որ մեր բացը հենց այդտեղ էր, որ չէր ստացվի 20 տարի իմ պապաս Գագիկ Ավետիսյանը, որը այս բանի սերմի կարող եմ ասեմ հիմնադիրն է Հայաստան, բայց չենք կնա վերջնական տեսքի հասցնել հացը։ Որպես հաց շատ ենք փորձել, շատ ենք չարչրվել։ Ճիշտ է, ամեն ինչ ունի իր նշանակությունը, այս վառարանը, որը ամեն հնարավորություններն ունի, տվեց էլի մեզ այդ բան։ Առանց սրա, ասենք ուրիշ սրանով փորձենք ստացվի, բայց այն չէ, ինչ որ հնի ունենք մի պատկեր։ Հələ որ այսքան է, ինչ տեսնենք մեր մոտ ամեն ինչ մինի է, հələ որ։ Բայց հա, հուսանք կգնահատեն մեր չարչարանքը, հուսանք կգնահատեն որակը, որն որ ամենակարևորն է այսօր։ Տեսնենք, առաջ Աստված։ Այսօրվա համար այսքանը ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, իսկ դուք հետևեք մեր հաղորդումներին։ Մինչ նոր հանդիպում։